Ուսուցիչների չէ, տնօրենների։ Ազատման չէ, դիմում են գրել իրեն։ Երեխաներին ներգրավել եք քաղաքական գործընթացներում, ինչու՞։ Որովհետև տեսեք, դուք կանգնում եք, կանչում եք երեխաներին, ասում եք իրենց հետ աշխատանք տանել, բանկարկում են երեխաները ձեր տիպը, համարը, եւ այսպես կարող եք ասել դիպմակ չեք անում, բայց այդպես է ստացվում։ Անձամբ կանչում եք այդ երեխաները, բերում եք, հավաքում եք ձեր կողքը եւ քարոզարշավ եք իրականացնում։ Ինչ եք այդպես կարողանում, այսինքն երեխաները ամենահեշտ քարիչական միջոցն է ձեզ համար եւ վերջում կամ դիտարկում երեք արդեն Ռուսաստանից ձեզ այսպեսի հայտարարություն է հնչել, որ ձեր մուտքը Ռուսաստան պետք է ընդհանրապես դուր չտան։ Ինչպեսին է ձեր ակնկալը։ Մեզ են ասուլիսի է գալիս, հենց արդեն շտապով արդեն հրաժարվում էին նկարվել, երեխեքից մեկը բերեց ես ինձ տվեց։ Հիմա ասենք ենթադրենք ես սիրում եմ երեխեքին, եթե երեխեքն ինձ մոտենում են, ուզում են նկարվեն, ասեմ չէ չեմ նկարվում ձեզ հետ, բա ինչի մասին եք ասում։ Դուք կանգնում եք, խոսում եք, վերջում կանչում եք բոլոր երեխաներին այդտեղ հավաքված, նույնիսկ շատ հաճախ լինում է դպրոցի դասի ժամերին այդ երեխաները, եկել եք հավաքում եք, բերում եք ձեր առջև։ Ինչ անեմ, ոնց ջրցան մեքենա երեխեքին ցրեն։ Որում եք ինչ բանը։ Դա ինքնական ներգրավել է այդ երեխեքին այդ ամենը։ Ես իրավաբանների հետ խոսել եմ, իրանք ասել են, որ ոչ մի իրավախախտում այդտեղ չկա։ Երեխաների հետքրաված խնդիր։ Այո, ասել են ես հենց առաջին օրերից, երբ որ երեխեքը զգացել են, որ ինչ-որ սենց ակտիվանում են, ես իրավաբաններին հանձնարարել եմ, որ իրենք եզրակացություն տան, այդտեղ օրենքի խախտում կա, թե չկա։ Որտեւ երեխաներն էլ իրավունք ունեն եւ իմիջիալոց մեր սահմանադրությամբ դա երաշխավորված իրավունք է, երեխաներն էլ իրավունք ունեն արտահայտվել։ Ինչ անեմ դա։ Բայց երեխեքը հիմա գալիս են, ասենք հիմա այն երեխեն եկի ընդե կանգնել է, նայեք, ասենք հիմա ուր գնում եմ երեխեք գալիս են, ինչ անեմ ես։ Ցրեմ երեխեքին։ Արգել եմ գան։ Ոնց օքեյ արգել եմ, ոնց արգել եմ։ Հետո չեք ասելու ոստիկանական շարքերով շրջափակված Փաշինյանը իբր քարոզչություն է անում եւ այլ, ինչ անեմ։ Հարգելի Ռուզան, տանք մյուս գործընկերներին հարցրեք, ժամանակ է։ Մյուս հարցերին մեկը Ռուսաստան տնօրենների գործողությունների հետ կապ։ Նախ ես ասում եմ, բացառում եմ, որ մեր շտաբից եւ կառավարությունից եւ գործադիր որևէ օղակից որևէ հրահանգ գնացած լինի, բացառում եմ պարզապես։ Իսկ ծառայական քննությունը նրա համար է, որ պարզվի պաշտոնյաների գործողություններում ապօրինի բան կա, թե չկա։ Կպարզվի եւ շնորհակալ եմ այդ մարդիկ կամավոր դիմում են գրել, որպեսզի մենք հանդարտ ոչ ներվային պայմաններում հնարավորություն ունենք հարցը քննարկել, բայց ես չեմ էլ ուզում հանկարծ պարզվի մի տնօրեն ոչ տեղյակ է, ոչ գիտի, մեկ էլ մարդ իմանում է իրան SMS-ով գործից հանել են, կամ առանց SMS-ի։ Այսինքն մենք հասկանանք, որ մարդը խնդիր է առաջացրել, ապօրինի բան արել, եթե պարզվի կազատվի աշխատանքից, մանավանդ որ դիմումն է գրել է։ Եթե պարզվի, որ ոչ մի ապօրինություն չի արել, ինչի ազատենք մարդուն գործից։ Կամ եթե պարզվի ապօրինություն է եղել, ով որ արել է, իր հետևից գնա։ Ռուսաստանի հետ կապված դե կարծում եմ, որ էմոցիոնալ հայտարարություններ են, որովհետև Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար